Մնացածը ինչ որ երազում եմ, կամ երազել եմ, կամ ուզում եմ, հիմա չեմ ասի, մինչև չխաղամ։ Դեռ չխաղացած դերերի ու անկատար երազանքների մասին հարցին այսպես է պատասխանել դերասան, Հայաստանի վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանն իր 70-ամյակի նախօրեին։ Մի հոբելյան, որ Արասատ թատրոնում նշվեց որպես իրապես թատերական հրավառություն, վերջին կանգառը ներկայացման եւ դրան հաջորդած տոնական երեկոյի մեջ խտացնելով գործընկերների, թատրոնի մարդկանց եւ հանդիսատեսի մեծ սերը տաղանդավոր ու վաստակաշատ արտիստի հանդեպ։ Ցավոք, դա դերասանի վերջին մուտքն էր թատրոն ու վերջին դերը թատրոնում։ Այդ օրը ինքը խաղում էր Պարոնյան թատրոնում, խաղում էր վերջին կանգառ ներկայացումը եւ դա եղավ իրեն վերջին կանգառը։ Իմ գրադանը, մենակ Հովանես Թումանյանի գրադանի հետ կարելի համեմատել։ Ու այդ բոլորը էստեղ է, էստեղ։ Վանիկ Մկրտչյանի արտիստական վարքերպարները դերասանի վարպետության խորհրդանիշ համարվող դերերի մի ամբողջ պատկերասրահ են ստեղծել Պարոնյան, Համազգային, Մետրո եւ Էլբակյան թատրոններում։ Այս դերերը, որ արտիստին համազգային սեր ու գնահատում են բերել, նաեւ թատրոնին անցնվեր ծառայության ու նվիրումի օրինակներ էին։ Նա թատրոնին ծառայում էր այնպես, ինչպես զինվորը իր դրոշն ու հայրենի կպաշտպաներ, իսկ ընտանիքում նա ամենահոգատար եւ նվիրված հայրիկն էր։ Հենց նրանից են որդիները ստացել կյանքի ու մասնագիտական ամենակարևոր դասերը։ Ինքը ինձ ամենակարևոր եւ ամենադիպուկ խորհուրդներն է տվել։ Եվ ինքը միակ մարդն է, ով ինձ բեմում խեղճացրել է։ Խեղճացրել է սովորեցնելով ինչ ասել է կերպարանափոխություն։ Երբ նայում ես, մարդը ֆիզիկապես նույնն է, բայց ներքին կերպարանափոխություն է հզոր տեղի ունեցել, բոլորովին նույն մարդն է, թվում է, նույն աչքերն են, բայց բոլորովին այլ մարդ է նայում քեզ, այլ մարդ է խոսում քեզ հետ բեմում։ Եվ նրա հիմնական ասելիքներ աչքերի մեջ նայ։ Բրեխտ, Երեք գրոշանոց օպերա, Ջոն Պատրիկ տարօրինակ Միսիս Սևիջը, Էդուարդո դե Ֆիլիպո Չեն վճարի, Ատամնաբույժն Արևելյան, մեծապատիվ մուրացկաններ, Սեր աստղերի տակ։ Ցանկացած ներկայացման մեջ մեծ ու փոքր դերերը կերտելիս Վանիկ Մկրտչյանը ձգտում էր իր վարպետության բարձրակետին, իսկ նրա բախտասար աղբարը պարզապես կերպարային խտացման օրինակ էր, որը դերասանին արտավազդ բերեց։ Դահլիճին ու գործընկերներին ամեն անգամ զարմացնելը նրա կենսակերպն էր։ Առաջին անգամ տեսա, զարմացել ես ու այս խենթ դերասանը, ինչպես կարելի է այսպես խաղալ։ Հետո երբ տարիներ հետո մենք մտերմացանք, ավելի ծանոթացանք, հասկացա, որ այն այդպես են խաղում խենթերը, լավ իմաստով բառից։ Շատ եմ կարոտում Վանիկին, շատ։ Հիմա Վանիկ Մկրտչյանի լուսավոր հիշատակն ապրում է ոչ միայն արտիստի ընտանիքի անդամների, այլև մտերիմների, ընկերների ու հանդիսատեսի հոգիներում, իսկ ընտանիքում գենետիկայի հզոր ուժով ու ժառանգորդության իրավունքով շարունակվում է նաև թատրոնին ծառայության պատմությունը։ Դերասան, թատերական հմուտ կազմակերպիչ Վարդան Մկրտչյանից բացի թատրոնի մասին է երազում նաև Վանիկ Մկրտչյանի ավագ թոռը Վարդան Մկրտչյան կրտսերը։ Իսկ այսօր ընտանիքում հիշատակի օր է։ Վանիկ Մկրտչյանը կդառնար 75 տարեկան։ Օգնել եմ ես ցավոտ դավոց սրերից։ Նունե Ալեքսանյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։